Տուժածներին օգնության հասնելու օպերատիվ որոշումը կայացվեց շատ արագ եւ նախագահ Սարգսյանի հանձնարարությամբ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարական պատվիրակությունն ուղիղ 24 ժամից արդեն Տուլայում էր։ Ամենաակնհայտն աջակցության համակարգման բարձր մակարդակներ, առանց որևէ ժամ կորցնելու։ Դեռ Մոսկվայի օդանավակայանից Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայկական պատվիրակությանը դիմավորեց, ուղեկցեց Տուլա, հայ գործընկերների հետ գիշերվա մեծ մասը ճանապարհին անցկացնելուց հետո 4 ժամ անց առավոտյան 9-ին նրանց դիմավորեց արդեն խորհրդակցության համար։ Սա մեր ընդհանուր ցավն է։ Ասաց Մաքսիմ Սոկոլովը հետագա 1.5 օրում ապացուցելով դա։ Տուլայի նահանգապետին շնորհակալություն հայտնեցին անհապաղ արձագանքի համար։ Ռուսաստանի 5 ու Հայաստանի 58 քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունը, իսկ ծանր հիվանդների համար ներգրավվել են բարձրակարգ մասնագետներ։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ Բուրդենկոյի, Պրիորովի, Վիշնևսկու անվան առաջատար կլինիկաների մասնագիտացված բժիշկներն ու պրոֆեսորական անձնակազմերը խորհրդատվություններ են անցկացրել։ Նախաքննության մասով այս պահին հստակ է, որ վարորդն ալկոհոլ օգտագործած չի եղել, բայց գերազանցել է սահմանված արագությունը ավտոբուսը վարելով ժամում 117 կմ։ Այս կադրերն ի դեպ մեզ տրամադրել են վթարիստ ուժասները։ Երկհարկանի ավտոբուսը շրջվել է գիշերվա 2-ին աջ կողմի վրա։ Ճոճվեց, երկու անգամ տարբեր կողմերի ճոճվեց ու արդեն շրջվեց։ Քննելով ու շրջանցելով ավտոբուսի անսարքության տարբերակը նախաքննությունն այս պահին կանգ է առել ղեկին քնելու վարկածի շուրջ։ Հարությունյանը ձերբակալված է 91-րդ հոդվածով, նա հարցաքննվել է կասկածյալի կարգավիճակով։ Ցավոք արդեն 9 կյանքի գնով, բայց վթարը բացահայտել է իրողություններ, որոնք ըստ էության դուրս են եղել երկու երկրների օրենսդրությունների տեսադաշտից։ Պարզվում է Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ փոխադրումների նորմատիվային բազան հարմոնիզացված չէ։ Գործերի այսօրվա դասավորությունը թույլ չի տալիս արդյունավետորեն վերահսկել ուղևորափոխադրումների աշխատանքի եւ հանգստի ռեժիմները։ Առաջիկայում դրանով կզբաղվենք եւ մի շարք առաջարկություններ կներկայացնենք։ Վթարիստ ուժասներին աջակցությունը համակարգող հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամների հաջորդ քայլերը դեպի 3 հիվանդանոցներն էին, որտեղ տեղափոխվել էին 39 ուժասներ։ Արդեն Ուզլովսկի հիվանդանոցում Արմեն Մուրադյանի գլխավորությամբ համատեղ հանձնաժողովը ծանոթացավ յուրաքանչյուր տուժածի վիճակին, բարդություններին, նպատակ ունենալով նաև հստակեցնել տեղափոխման ենթակա հիվանդների ցանկը։ 3-ի վիճակը ծանր էր, վերակենդանացման բաժանմունքում էին։ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում, անընդհատ զանգերին էին պատասխանում եւ հանգստացնում հարազատներին։ Ավտոբուսում հիմնականում արտագնա աշխատանքից վերադարձողներն էին, եսային նրանցից մեկն է։ Աշխատում էի, ես ու մայրս ենք եղել, հետ ենք վերադառնում, հայրս մնացել էր Մոսկվայում։ Անտարբեր չեն անցել նաև անցորդները, իսկ հարազատներից բացի ուժասներին տարբեր տեսակի օգնություններով այցելության էին եկել բոլորովին անծանոթ մարդիկ։ Իրանք ամեն ինչից գոհ ասեցին շատ շնորհակալություն, ամեն ինչով ապահովված են, բայց մենք էլ եկանք երեկոյան։ Կարճ շրջայցից հետո 3 նախարարներից, փոխնախարարներից, նահանգապետից ու մասնագետներից կազմված հանձնաժողովն ամփոփեց իրավիճակը։ Կառավարության ղեկավարի կողմից արտակարգ իրավիճակների առողջապահության նախարարություններին, մյուս դաշնային եւ տարածքային մարմիններին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ կենտրոնացնելու բոլոր ուժերը, վթարի հետևանքները վերացնելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։ Մինչև նախաքննության ավարտն իհարկե հնարավոր չէ ճշգրիտ հետևություններ անել, բայց երկու բան պարզ է։ Դրանցից մեկը վերահսկողության հստակեցումն է, որ արդեն սկսվել է, եւ ի վերջո ճանապարհների յուրահատկությունը։ M4 դոն մայրուղին բավականին ոլորուն է։ Կցանկանայի դիմել բոլոր վարորդներին, չնայած ժամանակակից մայրուղի է, վերանորոգված է լավ վիճակում, բայց միևնույն է, տարածքի ռելիեֆը պարտադրում է ուշադիր լինել, հատկապես ուղևորափոխադրումներ իրականացնելիս։ Ինչ վերաբերում է կազմակերպչական աշխատանքին, հայկական կողմը դա գնահատեց առանց վերապահումների։ Մենք այստեղ տեսանք, մեծ մասնագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ մարդիկ աշխատում են բոլոր հնարավորություններով։ Փաստվեց, որ առաջին հերթին Տուլայի նահանգային իշխանությունների եւ երկրի առողջապահական համակարգի անհապաղ արձագանքի, կազմակերպված ու համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ավելի մեծ խնդիրներից։ Վթարին հաջորդող 18 րոպեներին շտաբ բուժօգնության 16 բրիգադներ արդեն աշխատում էին տեղերում։
Դրանք հենց այն ոսկե րոպեներն էին, որոնք հնարավորություն տվեցին խուսափելու ավելի շատ զոհերից, հաշմանդամությունից։ Շնորհակալություն օպերատիվության, հետևողականության եւ հատկապես հոգատար մարդկային վերաբերմունքի համար, որով շրջապատված են այսօր մեր հայրենակիցները։ Ամեն դեպքում Արմեն Մուրադյանը կոնսիլիում հրավիրեց գնահատելու հիվանդներից մի քանիսի տեղափոխման ենթակա լինելու ռիսկերը։ Риски будут минимальны, если мы фактически оставим. Ընդ որում երկրորդ կոնսիլիումը Կիրիևսկի հիվանդանոցում հրավիրվեց մեր նախարարների պահանջով եւ տևեց մինչեւ կեսգիշեր, իսկ նոր նշանակումների արդյունքում ծանր հիվանդներից մեկի մոտ առավոտյան արդեն դրական դինամիկա էր արձանագրվել։ Ավելի ուշ կառավարական հանձնաժողովի անդամները շփումը շարունակեցին վիրավորներին այցելության եկած հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ հետո ճանապարհեցին Մաքսիմ Սոկոլովին։ Նաիդեպ հայկական պատվիրակության հետ ավտոբուսի վթարի ստուժածների հարցերին ուղիղ 1.5 օր տրամադրեց այն պայմաններում, երբ Եգիպտոսից Ռուսաստան մեկնող ինքնաթիռի վթարն ընդամենը 4 օր առաջ էր տեղի ունեցել եւ լինելով Ռուսաստանի տրանսպորտի նախարար անելիքներ մեղմ ասած շատ ուներ։ Այնուհետև արձանագրելուց հետո, որ երկու երկրների մասնագետները լավ են աշխատել դեպքի հետևանքները վերացնելու ուղղությամբ, Գագիկ Բեգլարյանը նախաձեռնեց հանդիպում հիվանդների, տուժածների ու նրանց հարազատների հետ մեկ կոնկրետ ուղերձով։ Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի կառավարության կողմից ասեմ, որ մեր ստեղ գտնվելու նպատակն է, որ յուրաքանչյուրիդ կողքին լինենք եւ ոչ մեկիդ մենակ չենք թողնելու։ Ինքնաթիռի մեկնելու պայմանների, զոհերի մարմինների տեղափոխման մասին հարցերին պատասխանելով հստակեցրին, որ այն բոլոր հիվանդները, որոնք ի վիճակի չեն լինի տեղափոխվել, կմնան կառավարությունների հոգացության ներքո։ Իսկ արդեն ժամանակավոր բնակեցման շտաբում սկսվել էին ցուցակագրումները, հայտարարվել էր, որ վիրավորների ու տուժածների հետ Հայաստան կտեղափոխվեն նաև նրանց այցելության եկած բոլոր հարազատները։ Իր ապապանա մի հիվանդանոցն պարկած։ Ինքը իրան չի կարելի տեղաշարժել։ Մեկ րոպե լռությամբ հարգելով զոհերի հիշատակը կառավարության ներկայացուցիչները տուժածներին ու նրանց հարազատներին փոխանցեցին նույն ուղերձը։ Պետությունը նրանց մենակ չի թողնելու։ Վթարը գրանցվելուց արդեն 33 ժամ անց համատեղ հանձնաժողով նստեության ավարտել էր կազմակերպչական աշխատանքները եւ ավտոշարասյունը պատրաստ էր մարդկանց տեղափոխելու։ Անտոնյան Գուրգեն, Զաքարյան Կարեն։ Վերջապես դեպի տուն Հայաստան ճանապարհից առաջ լրացուցիչ անգամ ճշտվում էին տուժածների ցուցակները, բայց շոկը դեռևս ակնհայտ էր։ Ես հիվանդանոցում եմ զարթնել։ Արթնացել ենք շրջված եղել արդեն։ Ի վերջո արձանագրվեց, որ տուժածներից 35-ը եւ տեսակցության եկած հարազատներից 16-ը պատրաստ են տեղափոխվել։ Տուժածների վերադարձն ապահովող համատեղ շտաբը երկու երկրների արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ միասին Հայաստան տեղափոխվողների վերադարձն ապահովեց Ռամենսկի օդանավակայանից MÇS-ի բեռնատար ինքնաթիռով։ Դա չարտերային յուրահատուկ չվերթ էր, որ թեթև վնասվածք ստացածներից բացի հնարավորություն ուներ տեղափոխելու նաև պարկած 4 հիվանդներին եւ զոհերի մարմինները։ Համոզվելու համար, որ տուժածներին տեղափոխելու ոչ մի խոչընդոտ չկա, Գագիկ Բեգլարյանի ռուսաստանցի գործընկերը Մաքսիմ Սոկոլովը մինչև վերջին պահը հայկական պատվիրակության անդամների հետ էր եւ օգնում էր համակարգել տեղափոխումը։ Վերջապես MÇS-ի ինքնաթիռը շարժվեց նույն սրահում Հայաստան տեղափոխելով տուժածներին, նրանց հարազատներին, զոհերի մարմինները եւ կառավարական պատվիրակության անդամներին։ Միևնույն ժամանակ Երևանի Զվարթնոց օդանավակայանում մարդիկ արդեն հավաքվել էին դիմավորելու շատ ծանր ուղևորությունից վերադարձողներին։ Զանգել ենք, խոսել ենք, ինքը ոչ մի բան չի կարող ասել, քանի որ ինքը արթնացել է հիվանդանոցում։ Ոչ մի բան չի զգացել։ Հրոջս տղա։ Ես չեմ տեսել, ինչ իմանամ, ինչ վիճակը, չգիտեմ։ Իսկ ինքնաթիռում հիվանդներն անընդհատ բժշկական հսկողության ներքո էին, բայց հիմնականում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անձամբ էր հետևում նրանց վիճակին։ Արդեն վայրեջքից առաջ գնահատեց հիվանդների վիճակը։ Ճանապարհը հաջողությամբ հաղթահարված է։ Մենք դրնում ենք բժիշկների եւ հոգեբանների ուղեկցությամբ այս պահին որևիցե արտարոց վիճակ չկա հիվանդների մոտ, վերահսկելի եւ բավարար վիճակում են։ Իսկ վայրեջքից հետո ավտոբուսներն ու շտապօգնության մեքենաները շարված էին, զոհերի մարմինները համապատասխան հասցեով տուժածներին հիվանդանոցներ, իսկ առողջներին դեպի տուն տարբեր մարզեր հասցնելու համար։ Կառավարության կողմից բոլոր մահացածների ընտանիքներին կօգնենք, որպեսզի պատշաճ ձևով կատարվի ուղարկավորությունը, բացի դրանից բոլոր տուժածներին նույնպես կառավարությունը կօգնի, որպեսզի իրանք բոլորը այս շոկային վիճակից դուրս գան։ Այն ինչ որ հանձնարարված էր հանրապետության նախագահի կողմից, որոշված էր կառավարության կողմից, ինձ թվում է մենք ամբողջովին կարողացանք կատարել։ Վթարից տուժածների հետագա բուժումը պետության հաշվին կիրականացվի։ Տուժածներից 11-ը մնացին Տուլայում, նրանք գտնվում են Ռուսաստանի կառավարության հոգացության ներքո։
Վթարից 43 ժամ անց տուժածներն արդեն տանն են։ Արմինե Ուդումյան, Արմեն Անդրեասյան, Առաջին ալիք, Տուլա, Երևան։